Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 7-ն է։ Երեք շատ կարևոր հաղորդում ունեցանք, եթե չեք դիտել անպայման դիտեք։ Ես անդրադառնում եի Ռուսաստանից հնչած բազմաթիվ հայտարարությունների, եւ այդ բազմաթիվ հայտարարությունների տարափը, հակահայկական բնույթի հայտարարությունների տարափը, կարծում եմ արվում էր այն նպատակով, որ հիմա Հայաստանը այնպիսի հայտարարություններով հանդես գար Qırğızstանում ԵԱՏՄ-ի միջկառավարական նիստերի ժամանակ, որը որ գոհացներ Ռուսաստանի Դաշնությանը, հիմնական նպատակը դա էր եւ այս հարցի վրա ենք մենք կենտրոնանալու, քանի որ Փաշինյանը արեց մի շարք կարևոր հայտարարություններ եւ փորձենք հասկանալ, թե իրենց նպատակին ռուսները կարողացան հասնել, թե չէ, եւ որն է Հայաստանի դիրքորոշումը։ Հիմնական թեման սա է, չեմ կարծում, որ շատ երկար քննարկում կունենանք, բայց չափազանց կարևոր հարց է, քանի որ երեք մենք եկանք այն եզրահանգմանը, դες այդ միասին, որ Ռուսաստանը Հայաստանից փորձում է սարքել երկրորդ Ուկրաինա, չեմ ասում, ռազմական գործողություններ, կսկսի Հայաստանի դեմ կամ պլանավորում է ռազմական գործողություններ, բայց հիբրիդային հարձակման իմաստով առաջին տեղը Ռուսաստանի համար զբաղեցնում է հիմա Հայաստան։ Այսինքն հետ խորհրդային բոլոր երկրներից ամենագլխավոր թիրախը դարձել է ցավոք սրտի Հայաստանը։ Եթե Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ են ընթանում, իրենց քարոզչական ռեսուրսները չեն էլ բավարարում, որ Ուկրաինայի դեմ կարողանան ինչ-որ լուրջ քարոզչական հարձակումներ իրականացնել, քանի որ ամբողջ աշխարհը կանգնած է Ուկրաինայի կողքին, փորձում են դա անել փոքրիկ Հայաստանի նկատմամբ։ Ինչքանով է դա ստացվում, մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանը հակազդում, թե ինչպես է նաև Եվրոպան աջակցում Հայաստանին, դրան նույնպես ականատես ենք լինում։ Ահա այս հարցերը կքննարկենք մենք այսօրվա հաղորդման մեջ, հաղորդման վերջում կանդրադառնանք Իրանին եւ ռուս-ուկրաինական պատերազմին նույնպես։ Անպայման բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, լայքեք, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ մշտապես աջակցում են մեզ այս ծանր աշխատանքի պայմաններում։ Ծանր է աշխատանքը իրոք, քանի որ երբ որ մենք այսպիսի ծավալի ինֆորմացիա ենք հավաքագրում օրվա ընթացքում, վերլուծում եւ հետո հաղորդումների տեսքով փորձում ենք ներկայացնել ձեզ։ Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ միշտ գնահատում են մեր աշխատանքը։ Ուրեմն սկսենք նրանից, որ Փաշինյանը այդ կարևոր հայտարարություններով հանդես եկավ։ Հիշեցնեմ, նա գտնվում է Qırğızstանում, միջկառավարական խորհրդի նիստին է մասնակցում, ԵԱՏՄ-ի անդամ երկրների, այսինքն վարչապետներն են հավաքվել ԵԱՏՄ-ի անդամ երկրների, կարևոր է նշել, որ Ղազախստանի վարչապետը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Ղազախստանը բավականին ինքնուրույն քաղաքականություն է ցուցաբերում, ինչը բնականաբար գոհացնում է մեզ եւ վերջին շրջանում շատ ճիշտ է իրեն պահում նաեւ հարաբերությունների մեջ Հայաստանի հետ։ Փաշինյանը ԵԱՏՄ-ի երկրներից շատ կոշտ անդրադարձավ Լուկաշենկոյի հայտարարություններին, դրան եւս կանդրադառնանք, բայց նախքան այդ կարևոր է հիմնականում խոսել այն ուղերձներից, որոնք որ Փաշինյանը հղեց ԵԱՏՄ-ի երկրներին։ Նա ասում է, որ, այսինքն Փաշինյանը ասում է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ-ի սկզբունքներին, հիմնական սկզբունքներին միշտ էլ հավատարիմ է եղել Հայաստանի Հանրապետությունը եւ միշտ էլ Հայաստանը ազատ տեղաշարժ է ապահովել ապրանքների համար, որոնք որ գալիս են ԵԱՏՄ-ից։ Սակայն Փաշինյանը նշել է, որ ցավոք գործնականում այդ սկզբունքները ԵԱՏՄ-ի երկրների կողմից կատարվում են ոչ ամբողջական ծավալով եւ այդ գործողությունները խանգարում են բիզնեսի զարգացմանը։ Այսինքն Փաշինյանը ասում է, որ մենք մեր պարտավորությունները շատ լավ ձևով կատարում ենք, իսկ ԵԱՏՄ-ի երկրները իրականում ամբողջությամբ չէ որ իրականացնում են իրենց պարտավորությունները, այնինչ կա թղթի վրա եւ ամբողջ ծավալով չի իրականացվում պարտավորությունները, ինչը մեծ խնդիրներ է ստեղծում բիզնեսի համար։ Եվ այստեղ եթե մենք բացենք, խոսքը հիմնականում Ռուսաստանի Դաշնության գործողությունների մասին է, որը որ էմբարգո է մտցրել հայկական ապրանքների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտում է, որպեսզի Հայաստանը արտահանի ԵԱՏՄ երկրներ իր ապրանքները։ Փաշինյանը նաև հստակ
շատ հստակ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ-ի 4 երկրների հայտարարությունը ԵՄ-ի մասով հանրակրվե անցկացնելու վերաբերյալ։ Այստեղ Փաշինյանը հստակ ակնարկեց, որ նույնիսկ ձեր այդ խորհրդորը հայտարարությունը այս ինչ որ միտեղ ձեռնտու է, եւ նա նաեւ հստակ հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք։ Այսինքն Եվրամիության անդամակցությունը դա շատ կարևոր այլընտրանք է Հայաստանի համար, եւ Հայաստանը չի ցանկանում հրաժարվել այդ այլընտրանքից։ Բոլորի երեսին շատ պարզ ասվեց, որ Հայաստանը փոխելու է իր օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին, հետո արդեն Հայաստանը դիմելու է անդամակցության համար, երբ որ ստանա արդեն կոնկրետ անդամակցության համար կարգավիճակ, այսինքն տեխնացու երկիր դառնա Հայաստանը, այն ժամանակ արդեն նոր կմտածեն Հայաստանում հանրակրվե անցկացնելու մասին, բայց մինչև դա իմաստ չունի Հայաստանում անցկացնել այդ հարցի շուրջ հանրակրվե։ Նա նաև պարզաբանեց բոլորին, որ Հայաստանի եւ Եվրամիության միջև չկա հարաբերություններում իրավական ինչ-որ պարտավորություններ, չկան իրավական ինչ-որ պարտավորություններ, տնտեսական պարտավորություններ եւ քաղաքական պարտավորություններ նույնպես չկան, որոնք որ կխանգարեն ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորություններին, այսինքն որևիցե պարտավորություն Հայաստանը չունի Եվրամիության նկատմամբ, որը որ կխոչընդոտի Հայաստանի հարաբերություններին ԵԱՏՄ-ի երկրների հետ։ Այսինքն հստակ ասում է Փաշինյանը, որ խոչընդոտը ստեղծում եք դուք, խոչընդոտը գալիս է ձեր կողմից։ Եվրամիությունը որևիցե խոչընդոտ չի ստեղծում մեզ, որ մենք ձեզ հետ հարաբերվենք, ինչպես որ Ռուսաստանի Դաշնությունից հայտարարում են, թե Եվրամիությունը տարբեր հանձնարարություններ է իջեցնում Հայաստանի իշխանություններին, թե այսպես վարվեք Ռուսաստանի նկատմամբ, այնպես վարվեք, բայց նա շատ հստակ ասում է, որ չէ, հիմնական խնդիրները ստեղծում եք դուք, ոչ թե հիմնական, միակ խնդիրը Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումն է։ Եվ ամենակարևորը, ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է նշել, որպեսզի բոլորը իմանան, որ Հայաստանը Եվրամիության բյուջե ավելի շատ փողեր է մուտքագրել 317 միլիոն դոլար էր կարծես, մի խոսքով 300 միլիոնից ավել տվել է ԵԱՏՄ-ին, իսկ ստացել է դրա ընդամենը կեսը, մոտ կեսն է ստացել 170 միլիարդի կարգի, փոքր կարող է կեսից ավել։ Այսինքն, Փաշինյանը ասում է, եթե մենք մեր պարտավորությունները իրականացնող չլինեինք, միանշանակ այդ գումարը չէինք մուծի, այսինքն երկու անգամ ավել մուծել ենք եւ ընդհանրապես դրա կեսն է վերադարձվել Հայաստանի բյուջե։ Սա շատ կարևոր արձանագրում էր, որպեսզի բոլորը իմանան, այդ թվում նաեւ ռուսները իմանան, որ ինչքան գումար է վճարել Հայաստանի Հանրապետությունը, փաստացի կես միլիարդ դոլարի է մոտենում։ Մի քիչ էլ ավելացնեինք, արդեն կլիներ կես միլիարդ դոլար, այդ կամ տվել է եւ ընդհանրապես ստացել է 170 միլիոն դոլար հետ։ Դրանից հետո ես տեսա ռուս լրագրողների հարցերը Նիկոլ Փաշինյանին, դա նման էր այն պատկերին, որ ռուս լրագրողները հարձակվել էին Փաշինյանին եւ իրենց պրոպագանդիստական հարցերն էին ուղղում Փաշինյանին, այն հանձնարարություններով, որոնք որ ստացել էին Կրեմլից, փորձում էին այնպիսի տպավորություն ստեղծել եւ միանշանակ իրենց հարցերը դրան էր ուղղված, որ հետո իրենց քարոզչական նյութերում օգտագործեն, թե իբր Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, դրա համար Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ-ի երկրների դիրքորոշումը այդպիսին է։ Դրանց էլ շատ պարզ եւ շատ հստակ Փաշինյանը բացատրեց Հայաստանի դիրքորոշումը, ասաց, որ դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, որպեսզի Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, դա կլինի թե չէ ոչ ոք չգիտի, բայց շատ երկար է այդ ճանապարհը եւ դեռևս որևիցե իրավական խոչընդոտ չկա, որ Հայաստանը շարունակի իր հարաբերությունները ԵԱՏՄ-ի երկրների հետ։ Քաղաքական են այդ խնդիրները, որոնք որ գալիս են Ռուսաստանի Դաշնությունից։ Եվ ամենակարևորը ինքը անդրադարձավ Լուկաշենկոյի խոսքերին։ Առանց Լուկաշենկոյի անունը տալու, նա ասաց, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարներից մեկը մի ժամանակ ասում էր՝ ում եք դուք պետք, եւ դա ասում է օգնեց մեզ,
որպեսզի մենք էլ հասկանանք, թե ում ենք պետք, աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի ավելի շատ երկրների գործընկերների պետք լինենք։ Մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց, ես չեմ կարող հիմա անգիր ցիտել Փաշինյանի ասածը, սակայն իմաստը այն էր, որ դուք մեզ հաստատի օգնեցիք, որ մենք ընտրենք մեր գործընկերներին, այն գործընկերներին, որոնք որ իրոք պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններ ունենալ, խորացնել եւ դառնալ հիմնական գործընկեր։ Եվ հիմա Հայաստանը պետք է շատ շատերին։ Ընդհանուր տպավորությունս այն է, որ Փաշինյանը շատ նուրբ, բայց նույն ժամանակ հետևողականորեն կրկին մեկ անգամ եւս բացատրեց Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներին, բայց ես գրեթե համոզված եմ, որ ի տարբերություն Ղազախստանի դժվար թե մնացած երկրները նորմալ ձևով հասկանան թե ինչ է ասում Հայաստանը, այսինքն հասկանալով կարող է հասկանան, բայց այնքան մեծ է Ռուսաստանի ազդեցությունը, որ նրանք չեն կարող ինքնուրույն քաղաքականություն վարել եւ Ղազախստանն էլ մեկ-մեկ նույնպես, քանի որ այդ հայտարարության մաս էր մայիսի վերջ արված հայտարարության 28-ներ, 29-ներ, 27-ներ չեմ հիշում կոնկրետ օրը, բայց մայիսի վերջ էր, երբ այդ հայտարարությունը ընդունվեց Հայաստանի մասով։ Սա շատ կարևոր էր։ Այս հայտարարությունները չափազանց կարևոր էին եւ մեկ նախադասություն եւս Փաշինյանի կողմից ռուսները փաստացի ուզում էին հարցնել, թե հիմա որ գործընկերն է ձեզ համար ավելի կարևոր, ում հետ ավելի մեծ առևտուր ունի Հայաստանը, ակնարկելով, որ եթե մենք փակենք ընդհանրապես Հայաստանի ապրանքների համար ուղին, Եվրամիությունը այդ ծավալով կկարողանա վերցնել ձեր ապրանքները, մոտավորապես հարցի բնույթը եւ էությունը ռուսական լրատվամիջոցների դա էր, եւ Փաշինյանը հստակ ասաց, որ չի ուզում համեմատություն անել այդ ամենի մեջ, մեկ բան հստակ արձանագրելով, որ եթե կա նույնիսկ ճնշում, քանի որ այդ հարցը նույնպես կար, որ Հայաստանի վրա կա ճնշում, ապա այն չի գալիս Եվրամիությունից, հարավից, արևմուտքից, արևելքից, բայց չնշեց, որ չի գալիս այդ ճնշումը հյուսիսից, Ռուսաստանի Դաշնությունից, եւ ես կարծում եմ, որ ամեն ինչ պարզ էր, եթե ռուս լրագրողները ուզում էին հարց տալ, թե Եվրամիությունը ինչ որ ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, ինչ որ բաներ է պարտադրում ընդդեմ Ռուսաստանի, Փաշինյանը հստակ արձանագրեց, որ այդպիսի ճնշման մեխանիզմներ այդ բոլոր երկրները հիմնականում նաև Եվրամիությունը չունեն, եւ եթե կա որևիցե երկիր, որը որ ունի նման լծակ, ցավոք սրտի, դա Ռուսաստանի Դաշնությունն է։ Վերջում ամփոփելով կրկին մեկ անգամ պետք է արձանագրենք մեկ փաստ, երեք էլ ասեցի, այսօր ավելի կկոնկրետացնեմ։ Ու կրկին կասեմ, հաղորդման սկզբում ասեցի, սա նրա համար է կարևոր, որ մենք հստակ այդ պատկերացումը ունենանք, դա հիշենք եւ առաջ շարժվենք դա հիշելով։ Ռուսաստանի Դաշնությունը եթե ռազմական ագրեսիա է իրականացնում ընդդեմ Ուկրաինայի, ապա հիմնական հիբրիդային ագրեսիան գալիս է Հայաստանի ուղղությամբ։ Ամենահիմնական հիբրիդային հարձակումը լրատվական, քաղաքական, էմբարգոյի տեսքով բոլոր մնացած ձևերով բացի ռազմականից հարձակումները Ռուսաստանի Դաշնությունը կենտրոնացրել է Հայաստանի ուղղությամբ եւ միանշանակ Կրեմլյում դրվել է նպատակ ամեն գնով Հայաստանի ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, Հայաստանի Հանրապետությանը արտադրել իշխանափոխություն, վերադարձնել Հայաստանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, դարձնելով Հայաստանը կրկին ռուսական գուբերնիա։ Իրենց պատկերացմամբ ամենահեշտը դա իրականացնել կարելի է այս պայդրությամբ Հայաստանի նկատմամբ։ Ամենահեշտը կարելի է ենթարկեցնել Հայաստանը մնացած երկրների համեմատ ամենախոցելի իրավիճակում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար մենք պետք է շատ ավելի զգոն լինենք, շատ ավելի գրաքետ քաղաքականություն վարենք, մեր յուրաքանչյուր քայլը քաղաքական, տնտեսական պետք է ուղղված լինի նրա համար, որպեսզի մենք հարատև դարձնենք Հայաստանի Հանրապետության գոյությունը, Հայաստանի անկախության ամրապնդումը, սուվերենության պահպանումը եւ
ամրապնդումը։ Եվ դա մենք պետք է կարողանանք իրականացնել այդ թվում նաև Ուկրաինայի օգնությամբ։ Հիմա երկու բառով շատ չեմ երկարացնելու անդրադառնանք թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Երբ որ տեսնում ես այն հայտարարությունները, որոնք որ արվում են Իրանի շուրջ, օրինակ Թրամփի հայտարարությունները, հասկանում ես, որ այն ինչ ասում է Թրամփը իրականության հետ որևիցե կապ չունի։ Թրամփը անում է հայտարարություններ քաղաքական, հատուկ քաղաքական մանիպուլյացիաների համար, նավթի գների վրա ազդելու համար, եւ ես արդեն հստակ մեկ բան հասկացա, որ Թրամփի բոլոր հայտարարությունները արվում են ուղղակի նրա համար, որպեսզի խճճեն բոլորի մոտ պատկերացումները, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Հիմա նա հայտարարում է, թե իրանցիները խնդրել են եւ ինքը անձամբ է վարում բանակցություններ։ Բայց մենք տեսնում ենք, որ լրիվ այլ հայտարարությունների անում իրանական կողմը ցուցադրում է խոցված անօթաչուտաչող սարքեր, կրկին Հորմուզի նեղուցում, ինչ որ հարվածներ է հասցնում հիմա նույնիսկ խորհրդարանով անցկացնելու են օրենք, որտեղ որ Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին թույլ չեն տալու օգտվելու Հորմուզի նեղուցից։ Սա շատ հետաքրքիր իրավիճակ է, բայց նույն ժամանակ համ հերքում են իրանցիները, որ բանակցում են Միացյալ Նահանգների հետ, համ հաստատում են։ Որն հավանականությամբ բանակցությունները ընթանում են, Թրամփն էլ ցկցկում է այս իրավիճակը տարբեր նպատակներով։ Փաստ է, որ Միացյալ Նահանգները ամրացնում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքում, հատկապես Իսրայելում փաստ է, որ պատրաստվում է մեծ պատերազմ, բայց կային նաև տեղեկություններ, որ հրթիռների պակաս ունի Միացյալ Նահանգները, դժվար է ասել, թե նույնիսկ դա անպատասխանում է իրականությանը։ Ընտրություններ են Իսրայելում, ընտրություններ են Միացյալ Նահանգներում, եթե պաշարների խնդիր էլ ունի Միացյալ Նահանգները, հրթիռային պաշարների, հատկապես հակաօդային պաշտպանության պաշարների խնդիր, միանշանակ այսպես շատ երկար կարող է շարունակվել եւ դա կարող է հասնել մինչեւ տարեվերջ եւ կամ նույնիսկ հաջորդ տարի մենք կունենանք չլուծված ամերիկա-իրանական պատերազմ կամ լարված իրավիճակ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Սա Իրանի շուրջ բնականաբար մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը, ուղղակի սա է ուզում ասել այսօրվա մեր հաղորդման ընթացքում։ Ինչ կա ռուս-ուկրաինական պատերազմից, ուկրաինական հարվածները ավելի ու ավելի ցավալի են դառնում Ռուսաստանի համար։ Ռուսաստանն է տեղափոխվել պատերազմը վերջին 2 ամիսների ընթացքում ավելի ու ավելի լավ են զգում Ռուսաստանի քաղաքացիները իրենց մաշկի վրա, թե ինչ է նշանակում պատերազմ։ Ուկրաինան գրեթե ամենօրվա ռեժիմով հարվածներ է հասցնում Վալդբերիս ընկերությանը, այսօր էլ ուկրաինացիները Եկատերինբուրգում են խոցել Վալդբերիս ընկերությունը, այլ ճիշտ Վալդբերիս ընկերության պահեստները, 3 մեծ նավ են կրկին խոցել Սև ծովի վրա ուկրաինական ԱԹՍ-ները, նրանց բացի տեղեկություն կա, որ անօթաչու կատերով հարվածել են Յալթայի նավահանգստին, այսինքն դրոնաձև ինչ որ կատերով հարված են հասցրել Յալթայի նավահանգստին։ Իմիջիայլոց նավահանգստների վրա գրողները նույնպես դառնում են իրականություն այս պատերազմի մեջ, ցավոք սրտի։ Նրանց բացի տեսա բազմաթիվ կադրեր, թե ինչպես ուկրաինական դրոնները խոցում են ռուսական տեխնիկան, Սմերչ համակարգերը, դրանից բացի ինչպես են դրոների միջոցով հարված հասցնում այդ օպտավալակոնային հելիկով դրոներին Ռուսաստանի դաշտության, այսինքն այդ օպտավալակոնային դրոնները, դրանք ռադիո ազդանշաններով ղեկավարվող դրոններ չեն, հասարակ հակաօդային ռեփ համակարգերը չեն կարող դրանք խոցել, քանի որ թելիկով են գնում եւ իրենց կապ այդ օպտավալակոնային թելիկի միջոցով է, դրա համար
Դրա համար այլ պայքարի մեթոդներ են պետք եւ երեք Ուկրաինան ցուցադրեց թե ինչպես է Ուկրաինան հարվածում ցուցադրեց Ուկրաինան թե ինչպես է հարվածում այդ օպտավալակոնային դրոներին։ Հակաօդային պաշտպանության մասով նոր տեղեկություններ չկա, Ուկրաինան փորձում է գտնել հրթիռներ Միացյալ Նահանգները համ խոսք են տվել, համ չեն տրամադրում, մի խոսքով դերևս քննարկումները ընթանում են, Թրամփը կարծես թե հակված չէ այդքան էլ տալ հակաօդային պաշտպանությունը, կար խոսք, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկում կարող է արտադրեն Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանություն, հիմնականում Patriot հրթիռների մասին է, կա նաև այնպիսի քննարկում, որ Միացյալ Նահանգները ասում են եվրոպացի գործընկերներին, որ տվեք Ուկրաինային այդ հակաօդային պաշտպանությունը, ձեր պաշարներից հետո մենք կամաց այդ պաշարները ձեզ կվերադարձնենք։ Բայց եթե հետևենք Թրամփի հայտարարություններին, ինքը կրկին Բայդենին է մեղադրում, որ շատ զենք է տվել Ուկրաինային ժամանակին 300 միլիարդից ավել զենք եւ հասկացնել է տալիս, որ ինքը չի պատրաստվում շարունակել այդ քաղաքականությունը, Բայդենի քաղաքականությունը։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։